կան մարդիկ, ովքեր կարող են զանգարել եւ ասել ուր ես, պետք ես, արի։ Անպետք խաղալիքի նման անտեսել են մեզ։ Ես դա շատ ցավում եմ ասում։ Չլինի դա կլինի մեկ ուրիշ։ Փակվում է մի դուռը, բացվում է մյուս դուռը։ Ես իմ կյանքում շատ բաներ եմ զոհաբերել անոնիմ երազանքների։ Երազանքին հասնելը այդքան էլ էական չէ, ինչքան այդ երազանքը կարողանալ պահել ու մտովի երբեք չմոռանալ որտեղից է սկսել նա կարևոր երջանկության կետերից մեկն է, որը ես չեմ էլ թաքցնում։ Եղան այնպիսիներ, ովքեր դες մեջքից պարզապես հարվածեցին։ Փոքրիկ դանակով, հա, շատ փոքր։ Եղավ շատ մեծ ապտակ կյանքի կողմից ինձ։ Երբ որ գիշերը պառկում ես ու այդ մենակության զգացողությունից, չգիտեմ, լաց ես լինում ու մտածում ես, որ լավ Աստված կարող էր, չէ՞, մեկը լինել։ Շատ ապրումներ եմ տարել, անգամ հասել է նրան, որ արտասվել եմ։ Ես որ ասեմ նեղված եմ, ով է իմ վիճակը ավելի լավացնի։ Ինձ հարկավոր չեն դղյակներ եւ թանկարժեք մեքենաներ, որպեսզի ես ինձ կատարյալ զգամ։ Դա նույնպես փորձություն է, այսինքն մենք էլի պետքա բարձրանանք։ Երբեք ու երբեք չկարողացա համակերպվել կեղծավորության հետ։ Չեմ մոռանա, երբ բռնեցին երկուսով իմ ձեռքը 1-8 տարեկան էր մյուսին, ասացին կդառնաս իմ մաման։ Ինձ հանգիստ է պետք ու հանգիստի միակ տարբերակը ուղղակի ուղեղս անջատեմ իրականությունից։ Չեմ սիրում մարդկանց ցավացնել ու աշխատում եմ երբեք չխաղալ մարդկանց զգացմունքների հետ։ Վիրավորել գնալ քնել չմտածելով, որ այդ մարդուն դու նեղացրեցիր, որովհետև դու դրա պատասխանը վերջո տալու ես։ Ես տրված է երկու տարբերակ ընտրելու։ Ես ընտրեցի հաղթելու տարբերակը։ Ապրելու։